7 հոգին, որ 100 հոգուն հետ են մղել մի 3 անգամ, 20 հոգի հայը 400-ին կարա հետ մղել։ Այս խոսքերի իսկությունը սեփական փորձով գիտի ավագ լեյտենանտ Առաքելյանը, արկերի պայթյունից գոյացած թմբերի միջից հենց նա է դուրս բերել Քարամ Սլոյանի մարմինը ու շարունակել դիրքի պաշտպանությունը։ Ոչ թե մտածում ես, որ կարող է այդ պահին զոհվես կամ վիրավորվես, ամենառաջին մտածում ես, որ հետևդ մարդիկ կան։ Ժամանակին այդպես է մտածել նաև գնդապետ Կարապետյանն ու իրեն ամբողջովին նվիրել այժմ արդեն 25 տարեկան հայկական բանակին։ Սերժանտ Կարապետյանն ընտանիքի կրտսեր զինվորականն է, աշխատավայրում նա եւ խաղաղապահ բրիգադի կապիտան քույրը գնդապետ Կարապետյանին հայրիկ չեն կոչում, հայոց բանակում նրանք բոլորը հայրենիքի զինվորն են։ Պահպանել կարգ ու կանոնը, միշտ լինել պատասխանատու, ստապ լինեն միշտ։ Այս սկզբունքներով է 3 տասնամյակ առաջնորդվում գնդապետ Կարապետյանը ու պարտադրում դրանք սրբությամբ պահպանել իր հետ աշխատող յուրաքանչյուր զինվորականի։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այս կոչը չի հասել հեռավոր Յակուտիա, բայց խորհրդային բանակի լեյտենանտ Կարապետյանը ներքին մղումով շտապել է համալրելու դեռևս չձևավորված հայոց բանակի կադրային մոտոհրաձիգների շարքը։ Յուրաքանչյուրիս մեջ կար այն հավատը, որ մենք բոլորը ողջ ենք մնալու եւ տեսնելու ենք այն ապագան, որի համար մենք մարտնչում ենք։ Որտեղ մարտնչել է Հայկ Կարապետյանը, հենց այդ դիրքին ամենամոտ գյուղ է տեղափոխվել նրա երիտասարդ ընտանիքը։ Միշտ դեմ եմ եղել դրան, ես միշտ նախատել եմ իմ կնոջը, ինչու ես փոքր երեխաների հետ մնացել այնտեղ, որտեղ որ վտանգավոր գոտի է։ Մի պատասխան եմ մենակ մի ստացել, որ եթե քեզ մի բան պատահի, թող մեզ պատահի։ Ռազմաճակատին այդքան մոտ գտնվելու արդյունքում էլ երկու աղջիկներս հոգով սրտով զինվորական են, ասում է գնդապետը եւ հպարտանում, եթե 90-ականներին իրենց ծերունը ոչնչից ձեռք բերեց ամեն ինչ, հիմա այլ է, հզոր բանակում նրբությամբ ու խորագիտությամբ իրենց տեղն ունեն նաեւ ուժեղ կանայք։ Հասմիկ Առաքելյան, Աննա Ավետիսյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։